Կրակի վրայով թռնելը հեթանոսական է։ Ինչպես ենք մենք դա տեղավորում մանուկների օրհնություն հանդիսացող այս տոնի մեջ։ Ինչու ենք մենք հայրերի հեթանոսական սովորությունը քրիստոնեացնում։ Ես մարդիկ եմ լսել, որ ասում են, ես կրակի վրա որ թռնում եմ, ես անարգում եմ կրակի Աստծուն։ Այդպես չի։ Որովհետև կրակի վրայով թռնելը ժողովուրդը գիտի ինչի համար է։ Ասում են ցավն ու չորը, այսպես ժողովրդական լեզվով ասած, մնում է այնտեղ, տանում է։ Վրայից հեթանոսական աղբյուրներից էի կարդում, ասում է, որ ամուլ կանայք, որ երեխա չեն ունենում, իրենց վրայից պոկում էին, ծանոթ չի, իրենց վրայից մի շորից մի թել էին հանում ու խանձում էին այդտեղ, եւ որպիսի այդ կրակի զորությունը իրենց երեխա պարգևի։ Հետո այդ մոխիրը շաղ էին տալիս դաշտերով, որ բերքի Աստված իրանց բերք պարգևի։ Հիմա ում ենք մենք հուսացած։ Պտտվում էին կրակի շուրջ, որ օրհնվեն։ Ամուր ձեռքերը բռնած էին թռնում կրակի վրա, որպեսզի այդ կրակի Աստվածը իրենց ընտանիքին ամրություն տա։ Չեք տեսնում այսօր։ Երկրորդ Օրինաց 18:9-ում գրած է, որ երբ որ մտնես քո Տեր Աստծու քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին։ Հեթանոսությունը Աստծու համար այնտեղ սովորույթներն է թվարկվում, եւ այդ սովորույթների մեջ կա նաեւ գուշակությունը, սնահավատությունը։ Երբ որ դու մտածում ես, որ կրակը քո թելը խանձեց կամ կրակի վրայով թռար, պիտի երջանիկ լինես, կամ չգիտեմ, երեխա չես ունենում, երեխա պիտի ունենաս, կամ կրակի Աստված, կամ գիտեմ, որ մարդիկ շատ ժամանակ չհասկանալով են սա անում։ Բայց գոնե հասկացողները պիտի ասեն, Աստծուն հուսացեք, կրակը, խանձվելը, պտտվելը, մոխիրը չի, որ ձեզ օրհնելու է։ Այս մարդիկ չհասկանալով են անում, բա հասկացողները փորձում են հեթանոսությունը քրիստոնեության տեղ ներկայացնել։ Իսկ Աստված ասում է, չանես այդ ազգերի հեթանոսական սովորույթների պես, դրանք գարշելի են իմ առաջ։ Ղևտացիներ 20:23-ը մի հետևեք այն ազգերի սովորույթներին, որոնց պիտի քշեմ ձեր առջևից, որովհետև նրանք արեցին այս բոլոր բաները եւ ես զզվեցի նրանցից։ Տեր Աստծու համար, պատկերացրեք արարիչ Աստծու համար, որքան բառ օգտագործում է այստեղ, զզվելի է, երբ որ տեսնում է իր կողմից արարված մարդը, աղոթք անում մարդու կողմից ստեղծված կուռքի։ Մի արեք դա։ Կա մեկ Աստված, չկան շատ աստվածներ, չկան մեր հայկական աստվածները, մեր սրտին հարազատ աստվածները, կա մեկ Աստված, որ ամբողջ մարդկության Աստվածն է։